Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն է սրված ծրագիրն է։ Արցախ թողնված ճշմարտությունը Western Armenia թեզը համարը հրանջինք ջահիլներին աշկերավը սեր Արցախը քինամասյունիկ հովասկսալ իփելը Արցախը 600 տրնվա վանքը փլուզման եզրին մի կտոր Արցախ Մոսկվում Արցախապատմությունը միջազգային իրավունքի աշխարհաքաղաքական շահերի բախման օրինակը պատմականորեն հայկական ու հայերով բնակեցված Արցախը խորհրդային տարիներին քաղաքական որոշումով ներառվալը Բաքվի կազմում առանց բնակչության կամքի հաշվի առնվելու։ ԽՍՀՄ փլուզմանը ետը Արցախահայերը հանրակրվեով հայտարարան անկախություն, բայց միջազգային հանրությունը գերադասալ Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը։ Տասնամյակների հակամարտությունից, բռնություններից ու շրջափակումից հետո 2023 թվականին Արցախահայ բնակչությունը զանգվածաբար թողալա հայրենիքը։ Այս իրադարձությունները շատերին հետի տռալը միջազգային հանրության բարոյական ու քաղաքական ձախողման խորհրդանիշը, շտեղ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը ստորադասվալա աշխարհաքաղաքական շահերին։ Western Armenia շաբաթաթերթի 124-րդ համարն է դուսեկալ ընթերցողների ներկայացնելով ազգային պատմական ու հասարակական կարևոր թեմաների հարուստ ընտրանի։ Այս համարի շապիկին պատկերված է Կիլիկիայի նավավերը խորհրդանշմա հայ ժողովրդի պատմական հիշողությունը, ծովային ժառանգությունը, հայրենիքի կապվածությունը։ Շաբաթաթերթի թեզը համարում ընդգրկված մխել հետաքրքիր ու հուզիչ հրապարակումն է առանձնահատուկ ուշադրության արժանի եւս 72 տարեկանում զիսկը խնամենից 4-ամյա մայրս խորագրավ նյութը վերօգնության աղաղակը հայկական համայնքից ներկայացնում է միայնակ ու խնամքի կարիք ունեցող տարեցների դժվար առօրյա։ Պարբերականում տաղանջալն է պատմական ակնարկներ ազգային հիշողության պահպանման վերաբերյալ հոդվածներում մշակութային ժառանգության կորստի մասին ահազանգեր։ Հատկապես մտահոգիչ է խնաբադ շենում 12-րդ դարի Խաչքարի ոչնչացման մասին հրապարակումը վեր եւս մի հետ ընդգծում է հայկական պատմամշակութային արժեքների պահպանության հրատապությունը։ Western Armenia շաբաթաթերթը շարունակում է իրան առաքելությունը լուսաբանելով ազգային ինքնության, պատմական արդարության ու հայկական մշակութային ժառանգության պահպանման կարևոր հարցերը։ Ագոստ թերթը ընդառաջելով իրան հիմնադիրների Ամինի հրանջինքի սպանության 20-րդ տարելիցի նախաձեռնալը հատուկ հավաքագրում ջահելների պատմություններին հետի։ Խոսքը մարդկանց մասին վերհալամծնված չնելալ կամ շատ կուճի լինել հրանջինքի սպանության վխտեն, բայց տարիներ անց տարբեր առիթները բացահայտան իրան կերպարնագաղափարները։ Նախաձեռնության մասնակիցները կարին պատմին, թե հիպն առաջին անգամ սկացալ հրանջինքին անունը, ինչ տպավորություն ունեցալ, ոնց ավելի մոտիկի սանոթացալ իրան գործունեությանը ու արդյոք է ծանոթությունը ազդալա իրենց կյանքի մտածողության կամ որոշումներին իրան։ Ագոստը նախատեսում է ստացած պատմությունների ընտրանին հրապարակել թերթում հեղինակների անուններով կամ անանուն ըստ ցանկության։ Նախաձեռնության նպատակն է թեզը սերնդի միջոցով պահպանելու փոխանցել հրանջինքի ժառանգությունը գաղափարները։ Գիրող դասախոս Ուեսթբրուքի քաղաքային խորհրդի անդամ Աստվածատուրյան Թերքոթը Ալֆա Նյուզի ներդրումը պատմալա Սեր Սյունիք նախաձեռնության մասին վերի նմանա Սեր Արցախ նախագծի ներկան տարիներ իրականացվել Արցախում ծննդականների հետի։ Իրանցելավը հունիսի 1-ից Սյունիքում նորածին ունեցող ընտանիքներին տրամադրվելու նվերն առաջին անհրաժեշտության պարագաներ մայրիկների ու խոխորձի հետի։ Սեր Արցախ ծրագրի շրջանակում նախկին աջակցություն անել է ստացած շուրջ 3000 արցախյան ընտանիք։ Աստվածատուրյան Թերքոթը նշала վերայժմ նույն գաղափարը տեղափոխվում է Սյունիք, շտաղան յուրան արմատենն։ Ինքը պատմաննաև էր նախաձեռնության հիմքում իրան անձնական փորձառությունը ընտանիքի պատմությունն։ Ես Բաքվից տեղահանված փախստականում ինձ էտի այս ամենի հիմքում իմ ընտանիքն է Արցախն, սա ինձ էտի սրբազան գործ ասալ ինքը։ Մասսաս փաստերն աղբյուրների նշան ծնտան վեր Արցախի հիմնախնդրի արմատները կյաման հալամ 19-րդ դարի սկզբից 1813 թվականի Գյուլիստանի պայմանագրավ ռուսական կայսրությունը վերահսկողությունը հաստատալ Արցախայիրա ու իրան ներկայացնել ոչ թե որպես նվաճում, այլ ազատագրում պարսկական իշխանությունից ցարական մարդահամարները փաստում վեր 1805-ից 1823 թվականին Արցախի բնակչության ճնշող մեծամասնությունը հայերեն էր։ Խամսայի հայկական մելիքություններում հատկապես Ջրաբերդու Մուխաչինում հայկական շեներ կազմելիսին էլ համարյա թե ամբողջ բնակչությունը միևնույն ժամանակ ցարական վարչակարգը սկսала փոխել տարածաշրջանի վարչական կառուցվածքը հայկական ինքնավարությունը թույլատնելու նպատակով։ Արցախը ներառվալը մահմեդական մեծամասնությունն վարչական միավորների մեջ ինչը տարալա հետագա բաժանիր, որ տիրես քաղաքականության հիմքը։ Թվերնապատմական քարտեզները վկայում վեր Արցախը պրոստը տարածք չի այլ դարավոր հայկական կենսատարածք վերինքնությունը հաստատվում նույնիսկ օտարախբերներով։ Կիպրոսա-թուրքական վերահսկողության տակին գտնվող տարածքում գտնվող ավելի քան 1000-ամյա Սուրբ Մակարավանքը կաղնածա փլուզման վտանգի ռճի տասնամյակների անուշադրության հետևանքով վանքի տանիքների մի մասը քանդվել է պատերին առաջացան ճաքեր, իսկ բուսականությունը վնասում է շինությունը։
11-րդ դարում հիմնված վանքը դարեր շարունակ ելել է հոգևոր ու մշակութային կարևոր կենտրոն ու Կիպրոսի բազմամշակութային ժառանգության կարևոր մասը։ 2016 թվականին ընդգրկվալ պահպանվող հուշարձանների ցանկում ու վերականգնման ծրագիրը իրականացվում է միջազգային ու երկհամայնքային համագործակցությունով ՄԱԿ-ի զարգացման ծրագրի քեմեգևը, սակայն աշխատանքները դադարեցված են համավարակի ու ֆինանսական խնդիրներին դարդան, եթե անհրաժեշտ միջոցները գտնվեին, վերականգնումը կարող էր սկսվել 2027 թվականին։ Կիպրոսը հայ համայնքն տարբեր կազմակերպություն է, մենք փորձում են դրամահավաքավ ու իրազեկման արշավները փրկին վանքը ընդգծելավեր դրապահպանում ու ոչ միայն հայկական, այլև համամարտկային մշակութային պատասխանատվությունը։ Արցախ TV մայիսի 10-ին Մոսկվին հայկական եկեղեցական համալիրի տապան թանգարանում տերունական աղոթքով Ռուսաստանա Թեզա Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրազ arczepiskopos Ներսիսյանի օրհնությունով բացվալա Արցախն իրան հոգևոր մշակութային ժառանգությանը նվիրված մշտական ցուցադրությունը բացման հանդիսավոր արարողությանը ներկայացնել Մոսկվում ապրող արցախցի սփյուռքի երևելի ներկայացուցիչները Արցախա-Ռուսաստան բարեկամները Արցախը մոռացության չտալ ու պահպանել ինքնության սաղ շերտերը։ Սա է բովանդակում ցուցադրությունը վերիկենտրոնում է Արցախի հանրապետության քարտեզի մանրակերտ սրբավայրերով ու աշխարհագրական տեղանուններով։ Սիրելի հայրենակիցներ, սրվայ տեսքանք պատրաստալ ապրիկ ուշադրության հետի պնդկացիք։